Գիտեիք, որ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին և վարչապետի թեկնածու է առաջադրել Սամվել Կարապետյանին։ Ձեր վերաբերմունքը։ Կարծում եմ, որ լավ կլինի։ Խոշոր բիզնեսմենները, երբ որ արդեն բիզնեսը այնքան է աճում, որ некуда девать, как говорится, նրանք արդեն այդ գումարը կարան ներդրումներ անեն, ինչը որ վառապայթույց է, ինքը ներդրումներ արել է շատ ամենտեղ, եւ Արցախում, եւ Վանաձորում, եւ ամենտեղ։ Շատ լավ, ես իրան համագիրներից եմ, իրան շատ հավանում եմ, ինքը շատ բան ունի արած, իր արած գործերի համար հավանում եմ։ Իրան պետք է ընտրել։ Ինչի համար պետք է իրան ընտրենք։ Դե ես նոր մարզից եմ, այդ գյուղերից եմ, այդ Ստեփանավանի բանի այդտեղ գյուղերից եմ, ինքը շատ օգնություններ է արել էլի դրա համար։ Ով չի Սամվել Կարապետյանը ճանաչ։ Ինչ արել։ Ինչ չի արել հələ ասա։ Չէ, ինչ չի արել։ Դու իրա կեսագրությանը ծանոթ ես։ Ես 10-ից ծնունդ եմ։ Լավ ծանոթ եմ իրա կեսագրությանը։ Ամեն ինչ էլ արել է մարդը։ Չէ, ինքը գովալու պակասություն չունի, արժանի տղա է։ Այնպես որ գործարարը կարող ուժա, թարմ ուժա, մեզ են որ մեզ նոր ուժա պետք, նոր թարմ ուժա պետք է։ Խիչ եմ ուզում, էներ ոնց կարող է չուզեք։ Այդ ձեր տղուն ոնց կարող է չուզեք։ Դրական վերաբերմունքա, հույսով եմ, որ կընտրվի, շատ հույսերով ենք, որ ամեն ինչ լավ կերնի։ Ну, որպես գործարար գիտեմ։ Որպես գործարար Հայաստան նահագին օգտատվել չլես հիվանդանոցի ինքնակառուցում է չխաչ։ Միանշանակ կողմ եմ իրար։ Նոր մարդ իմ վերաբերմունքը շատ դրական է Սամվել Կարապետյանի հանդեպ, ես ինքս կարող եմ իրան էլ ընտրել։ Ճիշտ մեր հիվանդանոցը, Արցախում հիվանդանոց է կառուցել։ Ոնց տեղյակ չեմ, վերաբերում եմ նորմալ ու գնահատում եմ Սամվել Կարապետյանին։ Ինչի համար։ Որպես մարդ տեսակ, լավ։ Դե մարդը հաջողությունները կասի։ Եթե հաջողություն ունենա, շատ լավ է։ Բանն է, այդ Սամվել Կարապետյանն է, այսօր լսեցի, որ ինչքան բարեգործություններ, հազարավոր բարեգործություններ արել։ Բալքի մի բան դուրս գա էլի։